Սպիտակը մաքուր քաղաք, այս կարգախոսը նախընտրած սպիտակցիները դուրս են եկել Շաբաթօրյակի եւ Ծառատունկի։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնել մասնակցել Եվրամիության կողմից իրականացվող թափոնների կառավարման ծրագրին։ Այն Լոռու մարզում մեկնարկել է 2009 դեկտեմբերից տևելու է մինչև 2013 թվականը։ Կազմակերպությանը միացել են Սպիտակի քաղաքապետարանը, Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչությունը։ Սպիտակում ծրագիրն անցկացվեց մի քանի փուլով։ Նախ մանկապարտեզի հարակից տարածքից հեռացվեց կուտակված շինարարական աղբը, մաքրվեց ու բարեկարգվեց տարածքը, ապա սկսվեց Սպիտակի կենտրոն 1 թաղամասի բակային տարածքի բարեկարգումը, աղբի մաքրումն ու նույն վայրում Ծառատունկը։ Նախաձեռնությունը հետաքրքրել էր ոչ միայն Սպիտակ քաղաքի բնակիչներին, այլև մարզկենտրոնից եկած հյուրերին անկախ տարիքից։ Ես առաջի անգամ եմ մասնակցում, ինձ հետաքրքիր է նախ եւ մաքուր միջավայրում ապրելը երևի հետաքրքիր կլինի եւ ես ուզում եմ օգնել դրան։ Մեր քաղաքը մեր հայրենի տունն է, մեր օջախը եւ մենք ցանկանում ենք մեր տունը բարեկարգ եւ գեղեցիկ տեսնել, ինչպես նաեւ մաքուր առաջին հերթին։ Եվ այս հոգեբանությամբ առաջնորդվելով նախաձեռնությունը ստանձնել ենք եւ սիրով մասնակցում ենք։ Իմ համար որ շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ նախ կանաչապատվում է իմ քաղաքը, հետո այս քաղաքի տերը մենք ենք, ու մենք պիտի զարգացնենք ու աճեցնենք այս քաղաքը։ Ես արդեն 20 ծառ եմ տնկի։ Կանաչ, մաքուր ու առողջ քաղաք ունենալու գաղափարը միավորել էր Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցներին, Սպիտակի YMCA կազմակերպության կամավորներին, Հանրապետական կուսակցության ելույթ ակտիվիստներին եւ կենտրոն 1 թաղամասի բնակիչներին, ովքեր ամենից շատն են օգտվելու ծրագրի արդյունքներից։ Հաճելի կլներ, եթե լիներ համատարած բնույթ կրեր ոչ միայն Սպիտակում, այլև ամբողջ Հայաստանում, որովհետեւ մենք գիտենք, որ էկոլոգիապես մաքուր օդը շատ կարեւոր է սերունդի զարգացման համար։ Միշտ ցանկանամ, որ այսպիսի միջոցառումներ շատ լինի եւ մեր Սպիտակ քաղաքը միշտ մաքուր պահենք։ Այսպես մեր բնակարանը։ Մի քանի տասնյակ մարդկանց համատեղ ուժերով Սպիտակի կենտրոն 1 թաղամասի բակային տարածքում 200 ծառ տնկվեց։ Խաղաղության ու միասնության եղևնին տնկում է քաղաքապետ Գագիկ Սահակյանը։ Կանանց զանգվածի ավելացում մեր քաղաքում իհարկե թթվածնի ուրեմն արտադրություն կլինի, այս ծառերը տնկեցին եւ ամենակարևորը մաքրություն, սանիտարական մաքրություն, որը որ անհրաժեշտ է բոլոր վայրերում, կարծում եմ, Հայաստանում մենք մի փոքր դաժան ենք վարվում մեր բնության հետ, հարկավոր է արդեն կամաց ներգրավել մարդկանց բնության պահպանության գործին։ Նման նախաձեռնությունները շատ կարևոր են մեր մարզի համար, թե բնապահպանության, թե ժողովրդի առողջության համար։ Մեր միջոցառման հիմնական նպատակն է երիտասարդության մտածելակերպը փոխել, հորդորել, որպեսզի համայնքը տարածքը մաքուր պահեն եւ հուսով ենք, որ այլ համայնքները Լոռու մարզի կհետևեն այս օրինակին եւ նույնպես նման միջոցառումներ իրականացնեն։ Ծառատունկը շարունակվեց Սպիտակի Եղեռնի զոհերի հուշարձանի համար նախատեսված պուրակում, ուր բարեկարգվեց տարածքը 40 սոճի տնկվեց։ Աննա Բեչենևսկայա, Վազգեն Մինասյան, Ֆորտունա, Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր Սպիտակ։